Ամենատարօրինակ էմոցիան, որը կարող զգաք կինոյից, գիտեք ոնց է կոչվում։ Անեմոյա։ Ու մենակ կինոյից չէ, կյանքում էլ եք զգում ու շատ հաճախ։ Այդ այն պահն է, որ կարոտում ես այն ժամանակները, երբ դու դեռ չկայիր կամ այն տեղը, որտեղ երբեք չես եղել։ Այս տերմինը հորինել է ամերիկացի գրող Ջոն Քյոնիգը, ով տենց տարօրինակ երևույթների համար անուններ էր հորինում։ Մինչև այդ երևույթը համարում էին նոստալգիայի ինչ-որ տեսակ։ Նոստալգիան էլ նենց չի ինչ-որ նորմալ բան է։ Նոստալգիա տերմինը ի սկզբանե հոգեբանական խանգարման անվանում է եղել։ 1688 թվականին գերմանացի գիտնական Յոհան Հոֆերն է այդ տերմինը հորինել։ Ինքը հիմնականում կենտրոնացած էր զինվորականների վրա, որ երբ որ տնից երկար ժամանակ հեռու են լինում, նոստալգիայով են տառապում, տունը կարոտում են, վատ են կռվում։ Հոգեբանական սեանսներ էր անցկացնում, որ նոստալգիան բուժի։ Մի հատ նյուանս կա, որ ես հենց իմ վրա եմ զգացել, թե ինչի է նոստալգիա առաջանում։ Ինչքան էլ ներկան ոնց որ լավ է լինի, ներկան նենց բան է, որ ամեն րոպե կարա փոխվի։ Անցյալը արդեն փակ բան է, արդեն վերջացած է։ Որ կարում ես իրան սկզբից մինչև վերջ որպես էտապ նայես ու գնահատական տաս ու այդ այն կարծիքով նոստալգիան ապահովության զգացումի հետ է կապված, իսկ ներկան անկանխատեսելի է, դրա համար չես կարող ներկայի հետ կապվես։ Բայց անեմոյան ավելի բարդ բան է, ավելի տարօրինակ բան է, որովհետև քո հետ ոնց որ կապ չունի։ Հետազոտությունների արդյունքում ինչ-որ օրինաչափություններ են գտել ու ֆիքսել են, որ անեմոյա առաջանում է ավելի շատ երիտասարդ սերնդի մոտ իրանց ծնողների մանկության էտապի հետ կապված։ Ոնց որ հենց ինչ-որ մի էտապ փակվեց, սկսվեց նոր էտապ, այդ նոր էտապի հետ եկած նոր սերունդը սկսում է ռոմանտիզացնել են հին էտապը, բայց ինքը չի տեսել այդ։ Ու ինչի է կինոյից առաջանում ավելի շատ, որովհետև կինոն ստեղծում է միջավայր, որը իրականում չկա։ Նույնիսկ եթե ֆենտեզի չի, ինչ-որ անիրական աշխարհ չի, կոնկրետ ռեալ քաղաքներում նկարած կինո է, մեկը կինոյի մեջ այդ քաղաքը ուրիշ ձև է։ Կինոների մեջ Փարիզը կամ Նյու Յորքը մի ձև են, բայց իրականում եթե գնաս այդ քաղաքի մա, вообще այդ վայբը չես զգա։ Ու այդ պահին էլ չի եղել, երբ որ նկարել են այդ կինոն։ Այդ ստեղծել է ռեժիսորը կամ